Վախկոտը սպառնալիքները տեղում այն ժամանակ, երբ վստահ է, որ անվտանգության մեջ է։ Ողջույն, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Մարտիկի զինվորն է ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետ, կրտսեր սերժանտ Արտակ Բաբայանը։ Ողջույն, պարոն լեյտենանտ։ Մարտիկ հաղորդաշարն է յուրընկալել ձեր զորամաս, եւ այսօր մեր հաղորդման հերոսն է կրտսեր սերժանտ Բաբայանը։ Կբրունթագրեք նրան։ Այո, իհարկե, կարգապահ, խելացի եւ բանիմաց զինծառայող է, տիրապետում է մասնագիտական գիտելիքներին, անցել է ռադիոէլեկտրային պայքարի մասնագիտական դասակի անտարի 5 ամսյա դասընթացներ եւ այժմ մեր մոտ ուսանման դասակի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ կոչվում։ Շատ լավ, շնորհակալություն, կօգնեք գտնենք նրան։ Իհարկե, այո։ Պարոն լեյտենանտ, ուսումնական դասակը զբաղված է պարապմունքներով, դասակի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Բաբայան։ Ազատ։ Ահա այն զինվորը, որին փնտրում ենք, կրտսեր սերժանտ Բաբայան։ Ողջույն, Արտակ։ Մարտիկ հաղորդաշարը ողջունում է քեզ։ Կներկայացնես, թե այժմ ինչ է իրանում։ Այժմ մենք զբաղված ենք ուսումնական դասակի դասերով, անց ենք կացնում օպերատորի դասընթացներ, պատրաստում ենք օպերատորներ հետագայում իրենց մասնագիտական ծառայությունը շարունակելու համար։ Ռազմական հանրագիտարանից ռադիոէլեկտրոնային հետախուզություն, համալիր միջոցառումներ, որոնք անցկացվում են հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի հայտնաբերման եւ դրանց հետագա ճնշման, ինչպես նաեւ սեփական զորքերի ռադիոէլեկտրոնային միջոցների պաշտպանության նպատակով։ Կարծում եմ արդեն ժամանակն է, որպեսզի մենք առաջանանք եւ պարզենք, թե դուք ով հատկանիշների համար ես ճանաչվել լավագույն զինվոր։ Պատրաստ ես։ Գնացինք։ Եթե հաղորդման հերոսն է ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետ, ապա հաղորդման հյուրն է մշակութային պատերազմի մարտիկ կոչվելու իրավունքը լիիրավ վաստակած երգչուհի Ալլա Լևոնյանը։ Նախքան մենք կծանոթանանք քո բանակային առօրյային, մենք ունենք քեզ համար պատրաստած անակնկալ, այսօր այստեղ է եկել քո բանակային առօրյային ծանոթանալու վաստակավոր երգչուհի, շատ սիրված Ալլա Լևոնյանը։ Ողջույն Ալլա։ Բարև Արտակ ջան։ Ալլային կարծում եմ շատ կհետաքրքրի քո բանակային առօրյան, ճիշտ է։ Ընդհանրապես բոլորի, հատկապես Արտակի, դու որտեղից ես։ Մասսից։ Տեսնում եք, մենք նույն մարզից ենք։ Երևի համընկել է զուգադիպություն է, իսկապես զուգադիպություն է, ես ինքս էլ չգիտեի ուր եմ գալու, ում հետ պետք է ծանոթանամ եւ վստահ եմ Արտակը նույնպես, կարծում եմ այո, պետք է որ եթե գրում եմ երգեր բանակի համար, եթե այդքան կա կապվածություն, ուրեմն պետք է եւ իմանամ, թե ներսում ընդհանրապես առօրյան ինչպիսին է։ Լավ, կարծում եմ այժմ ժամանակն է, որպեսզի գնանք ձեր համար հետաքրքրությունները բավարարենք։ Գնանք։ Գնանք։ Չգիտենք, Ալլան ավելի լավ զինվոր է, թե բարի կամքի դեսպան։ Կոնկրետ մեր դեպքում նա մարտական վճռականությամբ իր անսահման բարությունից դրդված որոշեց ինքնուրույն ստուգել յուրաքանչյուր մանրուք եւ համոզվել, որ իրոք ամեն ինչ կարգին է, ապահով եւ իր տեղում։ Երբ խոսքը Ալլայի մասին է, վստահաբար կարող ենք ասել, եթե մի փոքր անգամ սխալ տեսնի, հաստատ չի լռի։ Եվ այսպես, մեկ օրը բանակում Ալլա Լևոնյանի հետ սկսված է։ Տիգրան, թույլ կտաս միկրոֆոնը մի 10 րոպե ինձ մոտ մնա, հո չես նեղվի։ Ես սովոր չեմ էլի, որ ես այստեղ եմ լինում, միկրոֆոնը ուրիշի մոտ է լինում։ Ես ուզում եմ քո ընկերների հետ շփվել։ Բարև ձեզ։ Ինչա ձեր անունը։ Դավիթ։ Դավիթ ջան, որտեղից եք դուք։ Մեղրիից։ Կարելի է ձեր կողքին նստել, մի քիչ զրուցենք։ Օրինակ հիմա ինչ եք անում։ Ինչ դասընթաց է ձեզ մոտ։ Հիմա Ադրբեջանի Վայ։ Հետո, չէ նորմալ է։ Ես ուղղակի այդ անունը որ լսում եմ։ լեզուն պիտի սովորենք, որ կարողանանք իրանց
Ընդհանրապես ասում են, չէ, որ թշնամուն հաղթելու համար պետք է իմանալ եւ նրանց լեզուն, եւ նրանց առօրյան եւ ամեն ինչը։ Եվ ինչ հեշտ է այդ հետաքրքիր եւ հրաշք լեզուն սովորվում, ինչ ես կարծում։ Չէ, այդքան էլ հեշտ չի։ Իրանց նման տհաճ, անդուր, հա, պատկերացնում եմ, բայց մի կերպ պիտի տանեք, ինչ անեն։ Անուն հայրենիքի պիտի ամեն ինչ փորձություններով էլ անց։ Անկեղծ ասեք, ձեր լսարանում ընկերների մեջ ով է ամենալավը խոսում մեր թշնամու լեզվով։ Դե մենք նոր ենք սկսել դասերը, ինձ առավներից կան։ Կան որ լավ են խոսում։ Ես գիտեմ որ Արտակն էլ է լավ խոսում։ Մեկ-մեկ ասում եմ կարող եմ մի բան ասի, հետո ասում եմ չեմ դիմանա այդ հաճույքին, այդ լեզվի, դրա համար անցնենք առաջ։ Իսկ դուք ինչքան ժամանակ է որ ծառայում եք։ 1 ամիս։ Վախ։ Լավ է ամեն ինչ։ Այո, շատ լավ։ Երևում է ձեր ժպիտից։ Դուք էլ եք անցնում փաստորեն ադրբեջաներեն լեզու, հա։ Այո։ Այսօրվա տեղեկատվական պատերազմի հետ կապված շատ կարևոր է այդ ամեն ինչը իմանալ։ Ինձ թվում է շատ կարևոր է այդ լեզուն, իմանալ թշնամու լեզուն, որպեսզի կարողանալ թշնամու հետ թշնամու լեզվով խոսել, այսպես ասած։ Թշնամու լեզվով խոսելն իհարկե կարևոր է, բայց չմոռանանք, որ թշնամին նույնպես կարող է քեզ հետ քո լեզվով խոսել։ Այդժամ առավել կարևոր է դառնում հասկանալ, թե որ պահին է սկսվում սուտը։ Սա շատ նուրբ սահմանագիծ է, որը նկատելն այդքան էլ հեշտ չէ։ Այսօր Ադրբեջանը փորձում է մեր լեզվով խոսել ոչ թե զինվորների հետ, այլ շարքային քաղաքացիներիս։ Ինչու՞։ Որովհետև զենքի պատերազմն ավարտվել է, մենք հաղթել ենք, բայց սկսվել է մեկ այլ, գուցե առավել վտանգավոր պատերազմ, եւ պատերազմն այդ կոչվում է տեղեկատվական։ Տեղեկատվական պատերազմն ամենուր է, մեր տանը, մեր համակարգչի մեջ, հեռուստատեսությունում, արտասահմանից եկած սննդի, հագուստի, գրքերի մեջ, YouTube պորտալում տեղադրված մեր գուցե հասարակ ընտանեկան տեսանյութերի տակ գրված մեկնաբանություններում։ Ընդհանրապես ես դեմ եմ եւ պատերազմին եւ չարը կամ մարդկանց եւ չգիտեմ, բայց իրենց դեպքում իսկապես մենք պետք է հասկանանք, որ զիջելը արդեն անիմաստ է, մանավանդ վերջի տարիներին ինչքան բաներ եղան, որ եւս մեր մեջ հաստատվեց, որ պետք է իրենց հետ լինել թշնամու պես։ Այսքան լուրջ թեմաներից խոսելուց հետո պետք էր բնականաբար մի փոքր հանգստանալ, որպեսզի թարմ ուժերով գնանք ու կռվենք։ Արտակ ջան, մենք հիմա ուր ենք գնում։ Հիմա գնում ենք մեր կենցաղի սպասարկման, ինչպես նաև հանգստի սենյակ։ Նստած զբաղվում են իրենց առօրյայով։ Լավ, այսինքն ժամանցի սենյակ են գնում, կարելի ասել։ Բարև ձեզ։ Բայ Տիգրան ջան, ես ինչ ես անում։ Շապիկս եմ արդուկում։ Տնավորվել ես։ Այո, մի անգամից։ Թող քեզ օգնեմ։ Ինչի։ Ես երեխեք ջան, կա ինչ-որ արդուկելու բան, ես լուրջ ձեզ համար կանեմ այդ բանը։ Ես չեմ կարծում, որ դուք զինվորներից լավ կարդուկեք։ Էս ինչ ասեց։ Դու ինչ գիտես, դուր ստեղ էլ է։ Չեմ տալիս, արտակ սխալ է։ Չէ, դա է։ Այդ շատ լավ է, որ դու զինվորներին այդպես բարձրացնում ես, ես որպես իրենց քույր պատրաստ եի օգնել։ Շախմատ եք խաղում, բարև ձեզ։ Այս չեմպիոնատա թե ինչ։ Սիրողական։ Մի րոպե, 2-2 եք խաղում, թե տենց էլ է լինում։ Սովորում է խաղալ։ Զարմացա։ Իսկ դու խաղալ գիտեք։ Ես շատ քիչ, այսինքն հասկանում եմ հիմա, որ դուք խաղում եք, կարելի է։ Ես մի քանի վայրկյան կնստեմ ձեզ հետ։ Հայրս է ինձ սովորացրել փոքր տարիքում, հետո որ կրվեք ոչինչ չէ իմ պատճառով։ Վայ դու եկար։ Ինչ տղա է, տեսակ ոնց արդուկեց։ Հաստատեն բանակը այդ առումով էլ է լավ, ձեր կանանց հետո կօգնեք ինչ որ հարցերում, չէ։ Նշանակ։ Ապրես։ Դու այն տղաներից չես, որ ասում են, բակնիկը ինչի համար է։ Չէ, ես այդ տղաներից չեմ առաջ։ Ապրես։ Ես քեզ միշտ հավանել եմ, գիտես։ Ում քայլն է հիմա։ Սա մեր ննջարանն է, այստեղ զինվորները քնում են։ Մի հատ ուզում հասկանամ, փափուկա ձեր անկողինը թե չի։ Օ, շատ էլ լավն է, գիտեք։ Շատ ես կասեի։ Հարմար է, չէ՞ բավական։ Շատ։ Էս դու ես կարդում։ Պապ թակավոր։ Ստեփան Զորյան։ Հա, դուրս կար։ Թե դրել ես որ կամ տեսնեմ։ Ես վստահ եմ որ կարդում եք, Որտեղ որտեղ մասնագիտության միջազգայնագետ եմ, մասնագիտությունը չմոռանալու համար, ինչ որ բաներ ավելացնելու համար, ընթերցում եմ, էլի ժամանակ առ ժամանակ։ հաճելի է, իսկապես։ Կատակը մի կողմ, բայց զինվորը միայն իր ուժը չպիտի ցույց տա, նա պիտի լինի խելացի, չէ՞։
Այս ամեն ինչը միշտ մտքումս եղել է, հետաքրքիր է ինչպես են ապրում, հետաքրքիր է ինչ են անում։ Հիմա առիթը ստեղծվել է ու ես ուզում եմ ամեն ինչ իմանալ, եթե կարելի է։ Ցույց կտաս քո պահարանները։ Քո թույլտվությամբ տեսնենք արտակ։ Վայ, Անձնական հիգիենայի պարագաներն են։ ինչ սիրուն դասավորել է, տեսնում ես։ Դա զինվոր է։ Բավականին տաք է զորամասում, չէ՞։ Բոլոր զորամասերում էլ տաք է։ Չգիտես ինչի թվում է, որ բանակը պետք է ցուրտ լինի, անհարմար լինի, որպեսզի նրանք սովորեն, չգիտեմ ինչ։ Լավ հոտ է գալիս այստեղից։ Ամենակարևորը մաքրության շատ գեղեցիկ է ամեն ինչ, իր չափերի մեջ ինչ որ պետք է որ զորամասում լինի։ Նույնիսկ աթոռները այնպես հավասար են դրված ու ես ուզում եմ նշել, սիրելի հեռուստադիտողներ, որ այստեղ չգիտեին, որ մենք գալու ենք, այնպես չի, որ հատուկ պատրաստվել են ու որը շատ կարևոր է եւ շատ ողջունելի է։ Ոնց պետք է շարունակել։ Գիտեր, որ հենց այս զորամաս ես գալու։ Չէ։ Ինձ Բայց ոնց որ բախտդ բերել է Մասիսից Երևան։ Դե կարծում եմ պատճառը իմ մասնագիտությունն էր, որովհետև այստեղ նման մասնագետներ պետք էին, քանի որ կատարվում են ռադիոհետախուզական աշխատանքներ, որոնք ադրբեջաներենից եւ թուրքերենից թարգմանվում են։ Դրա համար կարծում եմ կարիքը այստեղ կար, եթե այստեղ եմ։ Շատ լավ է։ Արտակ մեզ մի քիչ կծանոթացնես քո ոչ ծառայողական առօրյային, ինչով ես զբաղվել նախքան բանակ գալը։ 4 տարի սովորել եմ Եվրոպական ակադեմիայում, ավարտել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ ծառայությունից հետո անպայման կընդունվեմ մագիստրատուրա եւ ուսումը կշարունակեմ։ Ծառայության գալով շատ բան ես հասկանում, շատ բան, որը քեզ հետագայում պետք է գալիս եւ շատ բան, որը դու կարող ես օգտագործել նաեւ ամբողջ կյանքիդ ընթացքում։ Այսինքն այն խոսքը, որ ասում են գնա բանակ տղամարդ դարձիր, դա կարելի է այդպես համարել։ Դե ինչ որտեղ այո։ Գիտես, ես էլ տղա ունեմ եւ միշտ ինձ հարցնում են, որ այդպես երգեր ես երգում, միշտ գնում ես զորամասեր, այդպես խոսում ես, դու կուզես քո տղան բանակ գնա, ասում եմ իհարկե, եթե ես ասում եմ երգիս մեջ ասում եմ գնա ու կռվիր, ես ոնց կարող եմ այդպիսի բան իմ մտքով անցկացնել, ուղղակի որպես մայր, քանի որ մայրական զգացողությունը վեր է եւ երգչից եւ ամեն ինչից եւ գաղափարախոսություններից միշտ Աստված եմ կանչում, երազում, որ խաղաղություն լինի, մեր տղաներն էլ գնան ու ծառայեն։ Գիտես ինչ եմ ուզում հարցնել, եթե դու որոշ չափով գիտես այդ հրաշք լեզուն մեր հարևանների, կարող մի լավ բան ասես, նայում են իրենք հիմա մեզ հետաքրքիր է, ինձ թվում է շատ էլ հետևողական են։ Մատ սրտիցս եկած ասա էլի դրանց։ Լավ, չարժի, լրջանանք, անցնենք առաջ։ Արտակ ջան, ուզում եմ ծանոթանալ քո ռազմական մասնագիտությանը, մենք այստեղ հասկացանք, որ ամեն ինչ շատ լավ է, կոկիկ է, հանգիստ է։ Ես կուզեի ծանոթանալ մնացած բաներին, դու ինչով ես առօրյայում զբաղվում, հատկապես մասնագիտական զինվորի հետ կապված։ Կարող ենք։ Գնանք ծանոթացնենք։ Արտակը, ինչպես ասացինք, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետ է։ Նրա իրականացրած գործառույթներից թերևս բոլորիս համար ամենահայտնին գաղտնալսումն է։ Սա մենք բազմիցս տեսել ենք գաղտնի գործակալների մասին պատմող ֆիլմերում։ Նրանք որսում են հակառակորդի ռադիոալիքները, լսում թշնամու զրույցները։ Ահա թե ինչու էին ադրբեջաներեն սովորում։ Փորձում են գաղտնազերծել կոդերը, որոնցով շփվում է թշնամին, ու էլի շատ բաներ են անում, բայց սա արդեն գաղտնիք է։ Արտակը ներկայացնես մեզ քո սարքավորումը։ Այո, իհարկե։ Սարքյանն է ISAR 1 աշխատացնելու համար շատ բան պետք չէ, պետք է ընդամենը անտենան միացնել, որը կապ է պահպանում ղեկավարման կետի հետ, ճնշող անտենան միացնել, որի օգնությամբ ճնշում է կատարվում եւ կառավարման միջոցով կառավարել սարքը։ Կներեք տղաներ, էս ինչ է։ Ինչի մասն է խոսքը։ Տեխնիկայոնն է ISAR 1։ Ինչ է անում եք։ Ճնշում է հակառակորդի ռադիոէլեկտրոնային սիգնալները։ Ինձ թվաց հակառակորդին է ճնշում, ասում եմ մի քանի հատ լիներ, լավ կճնշեինք։ Եթե իրենց սարքավորումները ճնշում է, հակառակորդին էլ է ճնշում։ Իսկ սա որ միացնես, կարող է սա չաշխատի։ Հա, հենց հիմա կփորձենք։ Քեզ վրա ճնշում չես նկատում, Տիգրան։ Ես իմ ուսերից վրա զգում եմ։ Իսկ Արտակ ջան, բջջային հեռախոսների վրա ունի ազդեցություն այս սարքը։ Չէ, բջջային հեռախոսների վրա ազդեցություն չի ունենում, միայն ռադիոէլեկտրոնային ալիքներն է ճնշում, հաճախականությունները։ Այս սարքի միջոցով կարող եք լսել ինչ են խոսում, թե միայն ինքը ճնշելու նշանակում։ Այս սարքի միջոցով միայն ճնշում է իրականացնում, չնայած սարքեր ունենք նաև որ լսում ենք։
Ռադիոէլեկտրոնային պաշտպանությունն իր գործն արեց նաև Արցախյան պատերազմում։ Ֆիզուլիի օպերացիայի ժամանակ խզվել է հակառակորդի հրետանու ռադիոկապը։ Թշնամին չի կարողացել հրետանուն թիրախի կոորդինատներ փոխանցել, իսկ ինչպես հայտնի է, առանց կոորդինատների հրետանու կրակոցը ոչ մի արժեք չունի։ Ռադիոկապի մասնագետները կարողանում էին նաև մտնել թշնամու կապի մեջ եւ հրամանատարի ձայնով փոխել տրված հրամանները, ինչի շնորհիվ մեր զորքերը ժամանակ էին շահում հարձակման անցնելու համար։ Իսկ հիմա այս պահին կա ձեր զորամասում այդ հերթապահությունը, որ մենք կարող ենք գնալ տեսնել ինչպես են աշխատում, ինչ են անում։ Այո, իհարկե, մարտական հերթապահությունը 24 ժամ է իրականացվում եւ կարող ենք գնալ նայել։ Գնանք տեսնենք ինչպես է, հետաքրքիր է։ Գնացինք։ Դեռևս ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 1904-ից 5 թվականներին աշխարհում առաջին անգամ խաղաղօվկիանոսյան դիտարկման ստորաբաժանումում ստեղծվեց ռադիոհետախուզության ծառայությունը։ Կապի մշտական վերահսկումը հնարավորություն տվեց արժեքավոր տեղեկություններ ստանալ հակառակորդի մասին։ Տեխնիկան, որն այդ ժամանակ օգտագործում էին ռադիոհետախույզները, այսօր ժպիտ կառաջացնի, բայց կիրառման արդյունքը հսկայական էր։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին հակառակորդը ռադիոկապի անհամեմատ ավելի մեծ միջոցներ ուներ։ Եթե Կարմիր բանակը միայն լամպային տեխնիկա էր օգտագործում, ապա Գերմանիայում արդեն ստեղծվում են կիսահաղորդիչային սարքավորումներ, էլեկտրոնային բացահայտող սարքեր, որոնք ունակ էին ընդունել ռադիոկապի ազդանշաններ, մշակել դրանք, որոշել օբյեկտների տեղակայման դիրքերը։ Չնայած տեխնիկական ոչ կատարյալ վիճակի, 1940 թվականի հուլիսին սովետական ծովային ռադիոհետախուզությունը ֆիքսեց տեղեկություն, համաձայն որի գերմանական կողմը Սովետական միության սահմանին էր մոտեցնում մեծ ուժեր։ Ջրային սահմաններին մոտենում էին խոշոր նավեր, սուզանավեր, Գերմանիայի ծովային ողջ ավիացիան։ Եթե 41-ի ձմռանը դեռ կարելի էր կասկածել, որ հարձակումը հավանական է, ապա հունիսին Գերմանիայի կողմից ագրեսիայի ենթադրությունները հաստատվում են։ Փոխվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական նավերի ազդանշանային կոդերը։ Ռադիոկապերի ալիքները դառնում են փակ, փոխվում է գերմանական հետախուզական ինքնաթիռների երթուղիները եւ գործելավոճը։ Հայրենական պատերազմի սկզբից 2 օր առաջ մեր ռազմածովային ուժերը բարձր մարտական վիճակի բերվեցին։ Մենք դա արեցինք առանց հավանական պատերազմի մասին պաշտոնական նախազգուշացման, առանց զենք կիրառելու թույլատվության։ Իր հուշերում գրում է ռազմածովային ուժերի հրամանատար ադմիրալ Կուզնեցովը։ Նրա այս քայլը կարելի է սխրագործություն անվանել։ Նա անձամբ զանգեց բոլոր նավատորմերին եւ հեռախոսով, բաց տեքստով, խախտելով գաղտնիության բոլոր օրենքները, չունենալով անգամ Ստալինի թույլատվությունը, հրաման տվեց ռազմածովային ուժերը առաջին կարգի մարտական վիճակի բերել։ Հրամանը կատարվեց գերմանական ավիացիայի առաջին հարվածից ընդամենը մի քանի րոպե առաջ։ Հենց այս պատճառով Կարմիր բանակի ռազմածովային ուժերը չկորցրին ոչ մի նավ, ոչ մի ինքնաթիռ։ Այս ամենում գլխավոր դերակատարումն ունեցավ ծովային ռադիոհետախուզությունը։ Չէ, շատ շնորհակալ եմ, ես ամեն տեղ էլ ինքնուրույն կբարձրանամ, իմացար։ Բարև ձեզ։ Ինչ տակա ձեզ մոտ, ինչ որ բան եք միացրել էստեղ, թե։ Այո։ Ձեր անունը կասեք։ Մայակ։ Դուք ամբողջ օրն եք էստեղ նստած։ Ոչ։ Հերթափոխով է, հա, երևի, բայց ամեն օր ունեք դուք ձեր ժամը։ Այո, ամեն օր ունենք մեր ժամ։ Բայց ված չգիտեք, հարմար, տաք, մենակ ուշադիր պետք է լինեք ինձ թվում, մնացածը շատ լավ է, չէ։ Այո։ Դերս ալա ես մի բան հետաքրքրեց էլի, այս ձայնի հետ կապված, դու հիմա փորձում ես ինչ-որ բան լսել։ Ես չէ, լսում եմ, գրում եմ։ Ձեզ անխափան լավ հաղորդակցություն ենք ցանկանում, որ միշտ ուշադիր լինեք, մեր տղաներին էլ, եթե մեզ լսում են, վստահ չեն։ Ուրա, ուրա, ուրա։ Կապեին փորձում տալ։ Այո, սա հենակետերից են կապ են ուզում հաստատել։ Մենք ձեզ հետ ենք բոլորս։ 77-ը դու ես։ Այո։ Էդ է խոսի։ Կապի մեջ են ոնց ես ընդունում։ Հետաքրքիր է, չէ՞։ Հզոր բանակը մեր հաղթական, դու մեր հույսն ես ու ապագան։
Փոխվում է տեխնիկան, տակտիկան, տերմինաբանությունը, փոխվում են խնդիրները, մեծանում են հնարավորությունները։ Այժմ ռադիոհետախուզությունը իրականացվում է ոչ միայն ցամաքից, ջրից եւ օդից, այլև տիեզերքից։ Փոխվում է ամեն ինչ, բայց ռադիոէլեկտրոնային հետախուզությունը շարունակում է ապրել որպես պատերազմի կարևորագույն օղակ։ Հանգիստ, գիտելիք, կարևոր մտքեր, զբոսանք եւ ինչպես կարող է բարի կամքի դեսպանը հոգու տանկողքով անտարբեր անցնել։ Առավել եւս երբ զինվորն իր ձեռքով է կառուցել իր հավատքի տունը։ Մեր զինվորների ձեռքով սարքած խաչքար է։ Լուրջ։ Այո, մեր զինվորներից մեկն է։ Խաչքարագործ է փաստորեն զինվոր։ Դե հա, զբաղվում է։ Շատ գեղեցիկ է։ Մատուր կա։ Գուցե մոն վառենք։ Մեր բոլոր զինվորների համար, ովքեր զորամասերում են, ովքեր սահմանի վրա են, ովքեր դժվարության մեջ են, ես ուզում եմ նրանց բոլորի համար մոն վառել։ Լսիր որդիս, պիտի ասեմ խոսքը ամեն հայի սրտում է միշտ հայրենին գուրգուրել եմ, պահել եմ քեզ մեծացրել հիմա եկել պահն է հասել որ ասել Ճիշտն ասած առավոտվանից էստեղ եմ քաղցած եմ իսկ դուք Ես նույնպես Արտակ Ինձ հետաքրքիր է ինչ են ուտում մեր զինվորները շատ տարբեր կարծիքներ կան Մի մասն ասում է վա ինչ մեղք են բանակում էդ ինչ պիտի ուտեն մեր երեխաները զինվորներին հարցնում ես ասում են ամեն ինչ համեղ է հիմա ամեն ինչ կճշտենք Բարև ձեզ Ամենայն հավանականությամբ Ալան մեր նախորդ հաղորդումները չէր դիտել, որովհետև լիովին նորովի իր համար բացահայտեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խոհանոցում ամեն ինչ ոչ միայն կարգին է, այլ անգամ ավելին։ Մինչ ճաշի ժամը Ալան մի քանի անգամ եւ Արտակին, եւ Տիգրանին, եւ մյուս զինվորներին հարցրեց. արդյոք քաղցած չեն մնում, արդյոք ամեն ինչ համեղ է։ Չէ, նա չէր կասկածում, բայց էլ ինչ դեսպան, եթե անձամբ չստուգի եւ չհամոզվի, որ ամեն ինչ բարի է։ Տիգրան համեղ է։ Բավականին, ու ասեմ, ինչպես նկատեցիր, Ալաջան, շատ մաքուր է այստեղ ամեն ինչ։ Զինվորներն էլ մեծ սիրով ուտում են այս ռազմական կերակուրը։ Բայց սիրելի հեռուստադիտող, ես ուզում եմ ամեն դեպքում մի հատ հրամանատարներից գաղտնի մոտենամ զինվորներին հարցնեմ ամեն օր են այսպես կերակրում, թե մենակ այսօր։ Դու մի մոտեցիր։ Մի հատ բան հարցնեմ, մենակ ճիշտը ասեք, ձեզ ամեն օր են այսպես լավ կերակրում, թե մենակ այսօր։ Ամեն օր։ Ամեն օր, իսկ շաբաթվա ընթացքում նույն կերակուրը քանի անգամ են տալիս, թե ամեն օր նույն բանն են տալիս անխտիր։ Չէ, տարբեր։ Տարբեր։ Տղաներ երեքին չեք կերել, բարյախորժակ։ Ձու խտացրած կաթ։ Լուրջ։ Չեք խաբում։ Ինչ ես կարծում, ձեր զորամասում են այսքան համեղ ուտեստներ տալիս, թե բոլոր տեղերում հիմա բանակում լավ են կերակրում զինվորին։ Լսել եմ ընկերներիցս, որ հիմնականում լավ են կերակրում, հատկապես Ղարաբաղում։ Իսկ դուք գոհ եք երեխեք ուտեստից, համեղ էր։ Մենակ այսօր էր ցենց համեղ, թե միշտ ասեն։ Տենց է։ Իսկ միշտ նույն բաներն են ձեզ հրամցնում։ Չէ, բազմազան տենց ուտեստներ կան։ Օրինակ, մակարոնով փլավ է լինում, այս գրեչկայի տեղ, տենց խառը էլի։ Իսկ աղցանը համ տեսեցիր, լավներ։ Այո։ Մի քիչ ալանի էր, հա։ Թե չէ։ Կարող է մի քիչ։ Բարյախորժակ, շատ ուրախ եմ, բարյախորժակ։ Խոհանոցում կարծես ամեն ինչ կարգին է։ Իմիջայլուց ոչ ոք չասաց, բայց աղ լրացուցիչ տրվում է զինվորներին, չէ որ ոմանք էլ անալի են սիրում։ Ասակ, զգաստ։ Եվ այսպես մնաց կանգնել Արտակի կողքին, տեսնել թե ինչպես են նրան հանձնում խրախուսական արձակուրդը եւ ասել բարի ճանապարհ դեպի Մասիս, հայրական տուն։ Պարոն Մայոր կրծել սերժանտ Բաբայանը ձեր հրամանով ներկայացել է։ Կրծել սերժանտ Բաբայանին Զորամասի հրամանատարի անունից հայտարարել 5 օր խրախուսական լրացուցիչ արձակուրդ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Լավաշի թոների ծուխը, քուլա
Արտակի հետ մի ամբողջ օր անցկացնելուց հետո մենք անհամբեր սպասում էինք նրա ընտանիքի հետ ծանոթանալուն։ Թվում էր պիտի տեսնենք մարդկանց, որոնց ողջ կյանքը լի է եղել մեծ հնարավորություններով եւ նվազագույն խնդիրներով։ Ինչու՞։ Որովհետեւ կարողացել են դաստիարակել այնքան խելացի տղայի, որը ոչ մի վայրկյան չի վախենում որևէ հարցի պատասխան տալ։ Միշտ կայուն է իր սկզբունքներում։ Ավելին, սկզբունքները հիմնավորված են եւ արժեքավոր։ Հանդիպեցինք սովորական հայկական ընտանիքի, որտեղ դեռ անսովոր բացահայտումներ պիտի անեինք։ Շնորհավորում ենք ձեզ, քանի որ ձեր որդին ճանաչվել է որպես լավագույն զինվոր, որի համար էլ խրախուսվել է 5 օր կարճաժամկետ արձակուրդով, եւ միանգամից ձեզ եմ ուզում հարցս ուղղել, երբ արտաքին ճանապարհում էիք բանակ, շատ եք հուզվել։ Հա, իհարկե։ Իսկ ձեր հուզումները ավելի շատ թե հայրիկի։ Չէ, երևի իմ։ Հայրիկը ուզում էր Զակալոնի մարդը հայրիկը, ինքը պատերազմ անցել է, ինքը ամեն ինչ տեսել է։ Արտակի հայրը պատերազմի մասնակից է, վիրավոր զինվոր, անկախ թե լավ, թե վատ հանգամանքներից իր երկրի անմնացորդ նվիրյալը, սակայն այդ մասին ընդհանրապես չի խոսում։ Այդպիսին դարձրել է նաև որդուն։ Ես 20 մի տարի ընտանիքում երեխուն դաստիարակել եմ, ես գիտեմ իմ երեխուս, տա եմ, կանի այն ամեն ինչը, ինչ որ մեր պետությանը պետք է։ Մենք լուր եւ բնականաբար համեստ հիացմունքով լսում էինք այս ընտանիքին, իսկ հիմա խորհուրդ կտայինք բոլոր տղաներին, ովքեր ծառայում են, ովքեր դեռ պիտի, եւ հատկապես նրանց, ովքեր բողոքում են այսօրվա բանակային դժվարություններից, պարզապես լսել Արտակի հոր կյանքից մի փոքր դրվագ, լսել, հաղորդումից հետո գուցե միայնակ մնալ ու մի փոքր մտորել։ Հատով պատրոն որ ասում ամեն ինչը հիմա ասում փարկեսոր զենքը զինամթերքը կա, իսկ այն վաղ մենք ուրախանում էինք, որ հարձակման ժամանակ թուրքերը գալիս էին, ասենք խփում գցում էինք, իրանք ցինկերով հետները բերում էին, մենք այդ վեկալում դրանով էինք ուրախանում, որ իրանց պատրոններով իրանց օրենք արանք աշխատենք։ Պակաս էր ամեն ինչը չկար։ Ասենք ավելի շատ մեզ հետաքրքրում էր զենքը զինամթերքը։ Մեկ էլ գիտեք ինչ կա այսօր, սաղ եսի մեզ մեկ մյուս հիվանդ են, են մրսել են գրիպ են, են թեժ օրերին, ես չեմ տեսել տղերքից որևէ մեկը, որ կայնի ասի, ես մրսել եմ, հիվանդ եմ, ցեխի մեջ, անձրևի տակ, ծառերի տակ բան ենք անում, մեզ որ են ջուր գցում, որ ասենք մեր մաքրությունը կարանք պաշտպանենք ցեխի մեջ ես, բայց մեկն ու մեկը չկար, որ ասեր հիվանդացել եմ, մրսել եմ, որտեղ ուղեղներս աշխատում էր միակ մի бани համար։ Որ այսօր մեկին կորցրել եք նրա տեղը, ասենք, կամ պատժեք, կամ ինչ-որ մի բան անենք, որ հաջորդը չկորցնենք։ Поскольку я знала, что это такое, я знала, что такое война, мне очень тяжело было провожать сына. Երբ մարդը Սումգայիթ է տեսել, դժվար է նրան որևէ հարց տալ։ Միևնույն է չեն լինում բառեր, որոնք իզորու են պատմել, թե ինչ եղավ։ Հավատան, որ ամեն ինչ լավ կլինի։ Կան միայն ճակատագրեր, որոնց կողքին մենք այսօր ապրում ենք։ Եվ միթե ազգային երջանկություն չէ, երբ нման ճակատագրերը կարողանում են այսպիսի լուսավոր եւ վառ սերունդներ մեծացնել։ Надеюсь, что войны больше не будет, что больше не придется переживать то, что уже пережили. Փառք ու պատիվ ձեզ, խոնարհվում ենք։ Ներեցեք այն ամենի համար, ինչ կյանքում սխալի եղավ։ Ապրեք ձեր ցավը տանեմ, ապրեք։ Շուտ մենակ մեր տները չէ, մեր հայ ժողովրդի տները մտեք, իրանց ուրախացրեք, թող խաղաղություն լինի, մեր զինվորները բարովեթան, բարովեթան։ Իսկ մենք մաղթենք բոլոր զինվորներին, որ միշտ ընդամենը մեկ բան հիշեն, թե ինչպիսին է Արտակի հայրը, եւ փորձեն ամեն վարքյան նրան նմանվել։ Այդքանը բավական է, որ մի ամբողջ ժողովուրդ միշտ հանգիստ քնի։ Իսկ հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարներ եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս աստծուն պատիվս ինձ, զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց սպաներ պատիվ ունեմ։